Ընդդիմությունը ևս զերծ չմնաց հոգևոր թեմայով մեկնաբանություններից։ Եթե վարչապետը սոցիալական հարթակներում սաղմոսն էր տեղադրել, ապա Հայաստան դաշինքից Արմենուհի Գյուրեղյանը հայր մերի իր տարբերակը հնչեցրեց ոչ ավել, ոչ պակաս ազգային ժողովի ամբիոնից։ Ալեն Սիմոնյանն առաջարկեց հաջորդ ելույթում աղոթքն ամբողջությամբ ասել, քանի որ այս անգամ մեջբերում եմ լրիվ չասած, որովհետև լրիվ դեռ չեն սովորել։ Երկիրը թշնամուն հանձնելու ծրագիր է։ Սա ձեր իշխանությունը երկարացնելու ծրագրի բյուջեի կատարողական է։ Դուք ի վիճակի եք պատասխանելու միայն մեկ հարցի. ինչպես ավելի արագ կործանել Հայաստանը։ Եվ ես միշտ ասել ու ասում եմ. դուք պարզապես սխալ չեք գործել։ Դուք գիտակցաբար եք երկիրը հասցրել այս վիճակի։ Եվ վերջում, դադարեցրեք ձեր կեղտոտ արշավը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Առաքելական եկեղեցու հետևորդները դա ձեզ երբեք չեն ների։ Ձեզ հանդուրժելու ժամանակն այլևս անցել է։ Երկրի փրկությունն ու ապագան գտնվում են նրանց ձեռքերում։ Նրանք գալիս են ու գալու են իրենց ձևով մասնակցելու երկրի փրկության գործին։ Այս ճշմարտությունը ձեր դատավճիռն է։ Հայր մեր, որ երկնքում ես, փրկիր մեզ այս չարիքից, զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։